Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ Երեկ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ծննդյան 50-րդ տարեդարձի առիթով եւ իր բարեմաղթանքները հղել։ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհակալություն է հայտնել զանգի եւ բարեմաղթանքների համար։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ Ռուսաստանի կառավարության ղեկավարը ևս Հայաստանի վարչապետին շնորհավորել է ծննդյան 50-ամյակի առիթով եւ բարեմաղթել, նշված է հաղորդագրության մեջ։ Գորիսում բացվել է Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի գրասենյակը։ Մինչ այդ տեղի է ունեցել նաև հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի բացման արարողությունը, որին մասնակցել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ֆրանսիայի պաշտոնյաներ։ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը 2006 թվականին է տեղի ունեցել Փարիզում։ Դրանից հետո նման համաժողովներ անցկացվել են նաև Հայաստանում։ Այս անգամ ընտրված վայրը պատահական չէ։ Ֆրանսիան այսուհետ Սյունիքում եւ հենց Գորիսում իր հյուպատոսի գրասենյակը կունենա։ Միջոցառման անցկացումը Սյունիքում Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի խոսքով Հայաստանի համար ռազմավարական կարեւորություն ունի։ Դավիթ Խուդատյանն ընդգծում է, կանոնավոր եւ բարձրաստիճան երկխոսության շնորհիվ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ընդգրկուն օրակարգ է ձևավորվել, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու պաշտպանական ոլորտներում։ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է Սյունիքի դիմակայունության բարձրացումը, որը միտված է ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական, կրթական, առողջապահական եւ այլ կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Այս հարցում միջազգային մեր գործընկերների շարքում Ֆրանսիան ունի առանցքային դերակատարում, ինչի համար շնորհակալ եմ բոլորին։ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունն իր ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարության հետագա ամրապնդմանը։ Այս մասին էլ Հայաստանի փոխարտգործնախարարն է ընդգծում։ Վահան Կոստանյանի դիտարկմամբ այս համաժողովի անցկացումը Գորիսում բնական ու սպասելի զարգացում է, հաշվի առնելով Հայաստանի համար Սյունիքի ռազմավարական նշանակությունը։ Այս հստակ քաղաքական կամքին մասին է խոսում այսօր Գորիսում կայանալիք Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացում։ Հուսով ենք, որի կատարում են մեր երկու կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության, մոտ ապագայում Սյունիքում կտեսնենք ֆրանսիական ընկերությունների ներգրավումը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքային նախագծի իրականացման գործում։ Պատմական բարեկամության վրա խարսխված մեր պետությունների միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա, նպատակ ունենալով նաև օժանդակել Հայաստանին հաղթահարելու տարածաշրջանային մարտահրավերները։ Հայաստանի Հանրապետությունը չնայած արկա բոլոր մարտահրավերներին վճռական ջանքեր է գործադրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար, հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անխախտելիության սկզբունքը, հայտարարում է Վահան Կոստանյանը, հիշեցնելով այս սկզբունքը փոխադարձաբար հարգելու հանձնառությունը կողմերը ստանձնել են Ալմաթայի հռչակագրով։ Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ, որտեղ ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկ ոլորտներում համատեղ ծրագրեր կծառայեն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի շահերին։ Մեր նպատակն է ձևավորել խաղաղ եւ անվտանգ տարածաշրջան, որտեղ հակամարտությունների փոխարեն կգերակայի համագործակցությունը, փակ սահմանների փոխարեն դարպասները եւ սպառնալիքի փոխարեն փոխադարձ հարգանքի վրա կզարգանան միջպետական հարաբերությունները։ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությունը ռազմավարական է, իր հերթին հայտարարում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը նկատելով, այն իրականացվում է համերաշխության նշանի ներքո։ Դեսպան Օլիվիե Դկոտինին ընդգծում է, Գորիսը մի քաղաք է, որը Հայաստանի աշխարհաքաղաքականության սրտում է գտնվում, քաղաք, որը հյուրընկալեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված ամբողջ բնակչությանը։ Սա քաղաք է, որ կառուցում է խաղաղություն տարածաշրջանում։ Այն եղել է միշտ խաչմերուկում եւ միտված խաղաղության կառուցմանը, եւ Գորիսը նորից կդառնա խաչմերուկ։ Մեր ներկայությունը այստեղ շատ նշանակալից է։ Այն, ինչ Հայաստանն ու Ֆրանսիան կառուցում են միասին, պարզապես տեխնիկական համագործակցություն չէ, պարզապես բարեկամություն չէ, այլ նաեւ իսկական լծակ է իրավիճակի վրա ազդելու, աջակցելու Հայաստանին եւ գործելու հանուն խաղաղության։ Հենց այս ուղերձներով էլ Գորիսի կենտրոնում, քաղաքապետարանին կից շենքում բացվում է Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։
Թուրք բնապահպանները բողոքի ակցիա են կազմակերպել, պահանջելով իրենց երկրի իշխանություններից ջանքեր գործադրել Հայաստանի տարածքում գտնվող Մեծամորի ատոմակայանը փակելու եւ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը բացառելու համար։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ովքեր են նախաձեռնողները։ Ուրեմն հունիսի 1-ին թուրքական 33 բնապահպանական եւ իրավապաշտպան կազմակերպություններ միացել են այս հայտարարությանը եւ այդ հայտարարությունը համատեղ տարածելու նպատակով հատուկ այդ կազմակերպությունների ղեկավարները ժամանել են Իգդիր հայ-թուրքական սահմանի մոտ եւ այդ վայրը ատոմակայանից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա է, դա է պատճառը, որ սիմվոլիկ այդ վայրն են ընտրել։ Համատեղ հայտարարությունը ուղղել են Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին, մեջբերեմ մի հատված, փակեք Մեծամորի ատոմակայանը, քանի դեռ Հայաստանում տեղի չի ունեցել այն, ինչ տեղի ունեցավ Չեռնոբիլում ու Ֆուկուսիմայում։ Հատկանշական է, չէ՞, որ Թուրքիայի կառավարությանն են դիմում, պահանջելով փակել Հայաստանում գործող ատոմակայանը, թեև կարծես դա այլ երկրի իրավասության հարց է։ Այդ հայտարարությունում պնդում են, թե իբր թե Մեծամորի ատոմակայանի տեխնոլոգիան այժմ աշխարհում գործող ամենավտանգավոր տեխնոլոգիան է, թե իբրև թե Մեծամորի ատոմակայանը աղտոտում է շրջակա միջավայրը, այդ թվում նաև Իգդիրի նահանգում, ուր իրենց խոսքերով քաղցկեղի կտրուկ աճ է արձանագրվել վերջին տարիների ընթացքում։ Հետարքի է, չէ, ինչի Հայաստանում չի արձանագրվում, Թուրքիայում է արձանագրվում։ Սա իսկապես հասարակական նախաձեռնություն է, թե այդուհանդերձ պետության ստվերը կա այստեղ։ Ու ակնհայտ է, որ պետությունը այս միջոցառումը անցկացնելու մեջ նույնպես դեր է ունեցել, ահռելի ռեսուրսներ են ծախսվել, մարդկային ռեսուրսներ, տրանսպորտ, հյուրանոց եւ այլն, եւ սա ակնհայտ է, որ հասարակական կամ անհատների նախաձեռնություն չի, եւ այստեղ նաեւ երևում է Բաքվի ստվերը։ Իգդիրում շատ ակտիվ է Թադև կոչվող կազմակերպությունը, թուրք-ադրբեջանական բարեկամական այդ ընկերությունների միավորում, եւ նաեւ Իգդիրի ադրբեջանական տուն կազմակերպությունը, որը սովորաբար նման ակցիաներին ամենաակտիվ մասնակցությունն է ունենում։ Հավանաբար այս անգամ եւս այս միջոցառման ստվերային պատվիրատուների թվում այդ կազմակերպություններն են, որոնք գործում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի թելադրանքով եւ ֆինանսավորմամբ։ Եվ ինչն է հատկանշական, այդ տարածած հայտարարության տեքստը, բովանդակությունը որոշ պարբերություններում բառացիորեն կրկնում է այն հայտարարությունը, որով 2023 թվականի մայիսին հանդես էր եկել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան։ Կարծում եմ դա պատահական զուգադիպություն չէ։ Հավանաբար նույն մարդիկ են գրել։ Արտյոմ, իսկ ինչ փաստարկներ են բերում որպես ապացույց։ Ոչ մի փաստարկ չի բերվում, այսպես դատարկ խոսքեր, որոնք որևէ կերպ չեն դիմանում մասնագիտական քննադատությանը։ Մանավանդ հաշվի առնելով այն, որ 2023 թվականին ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին անձամբ հայտարարեց, որ Մեծամորի ատոմակայանը որևէ խնդիր չի կարող առաջացնել ոչ Հայաստանի, ոչ հարևան պետությունների համար, ինչը ապացուցել է նաև հատուկ տեսչական ստուգումը։ Նա նաև հայտարարել է, որ ՄԱԳԱՏԵ-ն որևէ խնդիր չի տեսնում Հայաստանի ատոմակայանի գործողության ժամկետը մինչև 36 թվական երկարացնելու եւ պատրաստ է քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցը, ինչին բոլորովին էլ դեմ չի ՄԱԳԱՏԵ-ն։ Եվ ինչն է հետաքրքիր, Ադրբեջանում են այժմ լրջորեն խոսում ատոմակայան կառուցելու մասին։ Թուրքիայում Ռոսատոմը նոր 2 ատոմակայան է կառուցում, ընդ որում նույն այն տեխնոլոգիայով, որով գործում է Մեծամորի ատոմակայանը։ Իրանում է Ռոսատոմը պատրաստվում նույն տեխնոլոգիայով ատոմակայան կառուցել, բայց թուրք եւ ադրբեջանցի բնապահպանները դա իհարկե չեն նկատում։ Իսկ որն է նրանց նպատակը։ Դե պարզ է, որ նպատակը Հայաստանի էներգետիկ ինքնուրույնությունը հարցականի տակ դնելն է, խաթարելն է, խանգարել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը, որպեսզի Հայաստանը էլեկտրաէներգիա արտահանող երկրից դառնա էլեկտրաէներգիա ներմուծող երկիր եւ կախման մեջ հայտնվի հարևան պետություններից։ Բայց դրա համար լուրջ ռեսուրսներ ադրբեջանցիները եւ թուրքերը չունեն։ Հաճախ իրենք
այսպես հիշատակում են այսպես կոչված ESPO-ի կոնվենցիան, որի համաձայն պետությունը, որը ուզում է ատոմակայան ունենալ, պարտավոր է հաշվի առնել հարևանների կարծիքը, բայց իրականում այս կոնվենցիան իրենց ոչինչ չի տալիս, քանի որ պարտավորեցնում է ընդամենը տեղեկացնել հարևաններին հնարավոր էկոլոգիական ռիսկերի մասին, ոչ ավելին։ Իսկ ինչպես ասացի, արդեն ՄԱԳԱՏ-ն որևէ ռիսկ չի նկատում։ Շնորհակալություն, Արցախ։ Միջազգային լուրերը ներկայացնում ենք տեսաշարով։ Վրաստանում 3 ուժի մեջ է մտել օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որն ավելի քան 20% արտասահմանյան ֆինանսավորում ունեցող վրացական հասարակական կազմակերպություններից եւ լրատվամիջոցներից պահանջում է գրանցվել որպես արտաքին ուժերի շահերը ներկայացնող կազմակերպություններ։ Օրենքը նախատեսում է պարտադիր հաշվետվություն եւ մինչեւ 5 տարվա ազատազրկում է սահմանում պահանջները չկատարողների համար։ Եվրամիությունը հերթական անգամ դատապարտել է այդ օրենքը։ Ստամբուլի Չիրագան պալատում տեղի ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև հերթական բանակցությունները։ Հանդիպմանը ռուսական պատվիրակությունը մանրամասն ներկայացրել է իր դիրքորոշումը ուկրաինական կարգավորման վերաբերյալ։ Այս մասին մինչ հանդիպումը հայտարարել էր ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ Ռուսական պատվիրակության կազմը մնացել է անփոփոխ։ Իր հերթին նախագահ Զելինսկին հայտնել էր, որ Ստամբուլում կայանալիք բանակցություններին ուկրաինական պատվիրակությունը դարձյալ կգլխավորի պաշտպանության նախարար Ռոստեմ Ումերովը, սակայն պատվիրակության կազմում կլինեն 3 նոր անդամներ։ 3 ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների։ Սա Ռուսաստանի 3 տարի առաջ սկսված պատերազմից ի վեր ամենամեծ նմանատիպ հարձակումն է, որի հետևանքով վնասվել է ավելի քան 40 ռուսական ինքնաթիռ։ Կիևի ռեժիմը FPV տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական հարձակում է իրականացրել Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի եւ Ամուրի մարզերի ռազմական օդանավականների վրա, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել պատճառված վնասը, սակայն հաստատել են անօդաչու սարքերի հարվածները 2 մարզերի վրա, որտեղ տեղակայված են ռազմական օդանավականներ։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների ընդհանուր վնասը գնահատվում է ավելի քան $2 միլիարդ։ Ուկրաինայի սահմանակից ռուսական 2 շրջաններում Բրյանսկում եւ Կուրսկում 3 կամուրջ է փլուզվել։ Բրյանսկում կամրջի վրայով այդ պահին մի քանի բեռնատարներ են անցնելիս եղել։ Երբ այն փլուզվել է, բեռնատարներն ու կամուրջի բեկորները թափվել են կամրջի տակով անցնող ուղևորատար գնացքի վրա։ Զոհվել է առնվազն 7, վիրավորվել 67 մարդ։ Դրանից ժամեր անց Կուրսկի մարզի Ժելեզնոգորսկի շրջանում փլուզվել է երկրորդ կամուրջը, որի հետևանքով գնացքը դուրս է եկել գծերից, հայտնել են տեղի իշխանությունները։ Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել է, որ կամուրջները փլուզվել են պայթյունների պատճառով։ Հստակ չէ, թե արդյոք հարևան շրջաններում տեղի ունեցած փլուզումները կապված են միմյանց հետ, թե ոչ։ Կիևը դեռ որևէ մեկնաբանություն չի արել միջադեպերի մասին։ Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը հայտարարել է, որ միջադեպերի առիթով հետաքննություն է սկսվել։ Կրեմլը հաղորդել է, որ ամբողջ գիշեր Պուտինին զեկուցել են իրավիճակի մասին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը 3 հեռախոսազրույց են ունեցել։ Ռուսական գերատեսչության հաղորդմամբ քաղաքական գործիչները փոխանակել են հստակ դիրքորոշումներ ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ տարբեր նախաձեռնությունների, այդ թվում Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների վերսկսման պլանների վերաբերյալ։ Բացի այդ, Ռուբիոն ցավակցություն է հայտնել Բրյանսկի եւ Կուրսկի շրջաններում երկաթուղային ենթակառուցվածքների ռմբակոծության հետևանքով քաղաքացիական զոհերի կապակցությամբ, ասվում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության հայտարարության մեջ։ Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պահպանողական եւ եվրոսկեպտիկ Կարոլ Նովրոսկին հաղթել է իշխող կոալիցիայի տեխնացու լիբերալ Ռաֆալ Տրզասկովսկուն։ Ընտրական հանձնաժողովի տվյալներով Նովրոսկին ստացել է ձայների 50.9%, իսկ Տրզասկովսկին 49.11%։ Քաղաքական վերլուծաբանները կանխատեսում են, որ Նովրոսկիի հաղթանակը կհանգեցնի Լեհաստանի հարաբերությունների լարվածության աճին Եվրամիության եւ Ուկրաինայի հետ։ Ֆրանսիական ոստիկանությունը Կիրակի գիշերը Փարիզում բերման է ենթարկել մոտ 490 մարդու, այն բանից հետո, երբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Պարժի հաղթանակի տոնակատարությունները վերածվել են բռնության։ Իրավապահ մարմինների տվյալներով 2 մարդ մահացել է։ Շաբաթ օրը Պարի Սեն-Ժերմենը Մյունխենում կայացած խաղում 5-0 հաշվով հաղթել է Միլանի Ինտերին եւ պատմության մեջ առաջին անգամ նվաճել եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր գավաթը։ Հանդիպումը դիտելու եւ այնուհետեւ հաղթանակը տոնելու համար մոտ 50,000 երկրպագ
պագուներ հավաքվել են Ելիսեյան դաշտում, Փարիզի կենտրոնում եւ Parc des Princes մարզադաշտի մոտ։ Որոշ երկրպագուներ սկսել են հրավառություն այրել մեքենաները եւ վանդալիզմի ենթարկել կանգառները։ Սկսվել են բախումներ ոստիկանության հետ։ Դրանք տեղի են ունեցել ոչ միայն Փարիզում, այլև երկրի այլ քաղաքներում։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հերթական հայտարարություն է տարածել։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 3-ին ժամը 10-ից մինչև ժամը 17 կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության Telegram ալիքին։ Այս ժամին այսքանը կհանդիպենք ժամը 22-ին։